Հա, ուրեմն ըստ էության այս նախագիծը կառավարության եւ քաղաքապետարանի համագործակցության մասին է եւ շատ դեպքեր են լինում, որ մեկը մյուսից կախված է Երևան քաղաքում եւ ուզում եմ խոսեմ մի քանի այդ բացերի մասին, որտեղ օրինակ դպրոցներ կան, որ քաղաքապետարին են պատկանում եւ դպրոցներ կան, որ կառավարության են պատկանում Երևանում եւ նույնիսկ այն դպրոցներ, որ քաղաքապետարին են պատկանում, միջոցները, գումարները կառավարչին է տալիս եւ այս համագործակցության մեջ խնդիրներն առաջանում, որ երևանցիները տուժում են մեկ նմուշ օրինակ ասեմ, երեք 4 պոլիկլինիկան գնացինք Մոսկովյան փողոցի վրա, ճիշտ է, ստացվում է, որ շենքը պետգույքին, կառավարությանն է պատկանում, բայց պոլիկլինիկան քաղաքապետարինին է, ու շենքը ահավոր վիճակում է, ապակիները ջարդած, տանիքից ջուր է կաթում, եւ հարցնում ենք, տնօրենն ասում է, դե շենքը պետությանն է պատկանում, կառավարությանն է պատկանում, բայց ինքը կառավարիչ աշխատում է քաղաքապետարանի համար։ Հիմա ժողովրդին չի հետաքրքրում կառավարությանն է, թե քաղաքապետինն է, նույն ժողովուրդն են, չէ, Հայաստանում նույն ժողովրդին չի հետաքրքրում դա, այդ հարցը ինչպես կարող այսքան տարիներ այդպես մնացած լինի, չէ, ինձ համար զարմանալի է օրինակ։ Այսրանք հրատապ խնդիրներ են։ Մյուս լուրջ խնդիրը այս 300 դպրոցների ծրագիրն է, որը 21-ին սկսվեց կառավարության միջոցով եւ ասեցի մինչեւ 26-ը կբրծնի։ Ըստ օրենքի, եթե ցանկացած Երևանի դպրոց այս 300 դպրոցների ծրագրի մեջ է ներգրաված, քաղաքապետարանը չի կարող այդ դպրոցը նորոգի։ Խնդիրներ կառաջանա, դատական այդպես բաներ ինձ ասել։ Փաստորեն ստացվում է, որ դպրոցներ ունենք, որ էլի ջուրը կաթում է, ապակիները ջարդած են, հատակները, մարզասրանները քանդած, երեխեքը վտանգի տակ են եւ տնօրենները ասում են ոչ մի բան չեն կարող ամանենք։ Քաղաքապետարան 100 անգամ դիմել եմ, մի շապազանցում, բայց կարելի ասել 10-ից ավել եմ դիմել եւ արնամակ ունեմ, որ մեջը գրված է 300 դպրոցի մեջ ներգրաված են։ Հիմա ով պիտի պատասխան տրամը, ժողովրդին հետաքրքրում է ով պիտի այս հարցը լուծի, հարցը պիտի լուծվի։ Այսինքն էսի ձախողում է։ Ինձ չի ուրախացնում, որ ձախողում է, որտեղ մենք էլ ենք տուժում։ Մյուս խնդիրների մասին խոսեմ։ Հիմա ակադեմիական քաղաքի մասին է գրված այս նախագծի մեջ, որ գումար պիտի հատկացվի եզրակացության համար։ Այդ ակադեմիական քաղաքը ըստ էության Երևանի համալսարանը ուզում է վերցի տանի աշտարակ։ Դուք ժողովուրդ ցանկացած Լոնդոն, Ամերիկայի, Լոս Անջելես կարևոր քաղաքների մեջ որ համալսարան լինի, դուք ասեք վերցնենք այդ համալսարանը տանենք, չգիտեմ, անապատի մեջ կամ հողագործի մեջ, ինչպես։ Այդպես օրինակ UCLA-ը վերցես UCLA տանես Fresno-ի դաշտերում դնես, ոչ եք չգնա UCLA, Stanford-ը, Boston-ը վերցես, Cambridge-ից հանես տանես, Massachusetts, որևէ չեն գնա։ Այդ մարդիկ շատ գնում են համալսարան տեղանքի համար, բացի անի։ Մի հատ լավ ասված կա անգլերենով, ասում է դու դատի մարդուն, նայելով թե ինչպես է ինքը պահում իր ունեցվածքը, ոչ թե այն ինչ որ խոստ է տալիս ապագայում ունենալ։ Հիմա մենք նայում ենք մեր շենքերը, մեր դպրոցները, համալսարանները, մենք ոչ մի համալսարան այս պահին չունենք Հայաստանում, որ 1000 ռենքինգի մեջ լինի։ Երևանի պետական համալսարան 1000-ից բարձր միայն որ 500-ի մեջ է, ամերիկյան համալսարանն է հայկական։ Ու ինչու է AUA-ը 500-ի մեջ, որ ոչ մի հայկականները այդ 1000-ի մեջ չեն, որտեղ AUA-ը ճիշտ ձևով է կարող, կարելի է շենքը ավելի լավ է, քան մյուսների շենքը, ինքն է կենտրոնում։ Դուք վերցրեք շենքերը վերցրեք տանեք, ասում եք համալսարանը չեն աշխատում։ Դուք չեք կարող կառավարեք, ուզում եք շենքերը տանեք։ Մի հատ նորմալ, մի հատ համալսարան չկա Հայաստանում, որ endowment ունի, endowment, ցանկացած, մենակ AUA-ն ամերիկյանը, endowment-ը գումար է հատկացում պետության եւ նվիրատվությունների կողմից, որ տոկոսները հավաքում։ Դուք 21-րդ դարում եք ապրում, ոչ մի հայկական համալսարան մի հատ endowment չունի։ Հետազոտություն չեն անում, հետամնաց են համալսարանները, ասում եք շենքերի խնդիր ուզենք տանենք ուրիշ տեղ։ Դպրոցները կաթում են, ասում եք սպասեք 26 թիվի, հիմա ես խնդրում եմ ձեզանից, քաղաքապետ եւ փոխքաղաքապետ 26 թիվի 2 ամիս է մնաց, էլ մի սպասեք այդ կառավարության հույսերին, որ պիտի գան այս 300 ծրագիր վերջացնեն։ Առաջնահերթություններ կան, գույքա գրեք խնդրում եմ, գնացեք հրատապ խնդիրներ բերեք լուծեք։ Այն որ պարոն Ավիների տեսա Նուբարաշենը գնացել նորոգում են Transferring դպրոցը, նորմալ նորոգում են,
խոսք էր տվել քարոզարշավի նույն ձևով բերեք Երևանի պատկառ նորոգեք դժվար բան չկա այստեղ Հիշեցնեմ, որ խումբ